Եկել է տոնական նախապատրաստությունների բուռն շրջանը։ Ոստիկանությունն իհարկե ամեն ինչ կանի պատշաճ կարգուկանոն հաստատելու եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, բայց խառնաշփոթ իրավիճակներում զգոն եւ ուշադիր լինել հարկավոր է միշտ։ Ներկայացնենք մի շարք վարքականոններ, որոնք կօգնեն ձեզ խուսափելու տհաճություններից։ Ամանորին հաշված օրեր են մնում, ու թեև նոր տարին իր ավանդույթներն ունի եւ մարդիկ հիմնականում միանման են նշում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ընտանիք պատրաստվում է այն դիմավորել յուրովի։ Տոնական տրամադրությունն իր հետ բերում է տոնական եռուզեռ։ Շուկաներն ու խանութները լիքն են հաճախորդներով, ոմանք նվերներ են գնում, ոմանք խմիչք, սննդամթերք։ Կան եւ այնպիսիք, որ աչքները չորսարած սպասում են, թե այդ խառնաշփոթում որտեղից ինչ կարելի է թռցնել։ Փողոցներում, շուկաներում պատահում են նաև հարբած մարդիկ, որոնց համար տոնն արդեն սկսվել է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեվերջին ավելանում են հատկապես սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, ավազակային հարձակումը, կողոպուտը, գողությունը, հիմնականում պայմանավորված ամանորյա նախապատրաստությունների ընթացքում դրամային շրջանառության ծավալների մեծացմամբ։ Պատահել է, երբ հանցամիտը նկատի ունենալով, որ առևտրի կենտրոններում այս օրերին այցելուները շատ են եւ վաճառողը բոլորի հանդեպ ուշադիր լինել չի կարող, գողության մի ամբողջ սցենար է մշակել։ Նորնորքում կանացի տաբատ գնելու պատրվակով մի կին հագուստի սրա էր մտել, այնքան պտտվել, մինչև տեսել էր, թե վաճառողուհին որտեղ է դնում վաճառքից ստացած գումարը։ Մոտեցել էր աթոռին, որի մոտ դրված էր պայուսակը, նստել իբր ամուսնուն է սպասում։ Պայուսակից աննկատ թռցրել էր դրամապանակն ու դուրս եկել։ Հափշտակված գումարի չափը 614,000 դրամ էր։ Ոստիկանության ավանի բաժանմունքի եւ Շենգավիթի բաժնի աշխատակիցները համագործակցելով ամիսներ անց կասկածյալին բռնեցին եւ պարզվեց, որ սա առաջին դեպքը չէ։ Գարեգին Նժդեի փողոցում գործող տոնավաճառից էլ էր նույն սցենարով գողություն կատարել։ Եղել են դեպքեր, երբ դարձյալ օգտվելով տոնավաճառում տիրող իրարանցումից արդեն ոչ թե գողության, այլ վստահությունը չարաշահելու եղանակով հապճեպ տրված ապրանքի դիմաց վճարել են գումարի չնչին մասը, վստահեցրել, թե մնացածը հետո կբերեն եւ այլևս չեն եկել։ Վաճառողը գրանցել էր, թե հաճախորդը որքան է պարտք, նշել նաև տված հագուստի քանակն ու տեսակը եւ խոստացված ժամկետից 2 օր ավելի սպասելուց հետո ոստիկանություն էր դիմել։ Իրավաբանները զրուցեցին թե վաճառողուհու եւ թե հարևան տաղավարների աշխատողների հետ։ Շուկայի տեսախցիկներից մեկը տեսագրել էր հաճախորդին։ Ուսումնասիրելով տեսագրությունները, ոստիկանները պարզեցին կասկածյալի ինքնությունն ու բերման ենթարկեցին։ Փողոցում թե առևտրի կենտրոնների մոտ տեսնելով ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցին, քաղաքացին իրեն ապահով է զգում։ Ոստիկանն իր ներկայությամբ ինքնին ոչ միայն կանխում է անկարգությունը, այլև հնարավորություն է ունենում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու։ Հատկապես մարդաշատ վայրերում շրջագայելիս իրավապահներն ավելի զգոն են, աչալուրջ, ինչն էլ հանցագործներին հայտնաբերելու գործում ցանկալի արդյունք է տալիս։ Եվ այնուամենայնիվ հետաքրքիր է իմանալ, թե նախատոնական եւ տոնական օրերին ոստիկանության ծառայողներին ինչ ցուցումներ են տրվում, հանցագործությունները նախականխելու եւ կանխելու ուղղությամբ ինչ միջոցառումներ անցկացվում։ Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական վայրերում, զվարճանքի օբյեկտներում, տոնավաճառներում եւ նման այլ վայրերում։ Բացի դրանից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներին, այդ թվում ենթակա բաժիններին, բարեկա պահակետային ծառայության գնդին տրվել են հստակ հանձնարարականներ, ցուցումներ, որպեսզի երթուղիները հնարավորինս մոտեցնեն ռիսկային օբյեկտներին, այդ թվում փոստային բաժանմունքներին, դրամային շրջանառության օբյեկտներին, շուկաներին, տոնավաճառներին։ Դատարկ գրպանով առևտուր չես անի, այն էլ ամանորյա։ Սա գիտի յուրաքանչյուր գրպանահատ, ուստի բոլոր այն վայրերում, որտեղ հասկանալի պատճառներով այս օրերին նեղվածք է, լինի շուկա, տոնավաճառ թե երթուղային, պետք է զգույշ լինել։ Ինչպես գիտենք, ոստիկանությունը տոնական եւ նախատոնական օրերին անցնում է ուժեղացված ծառայության, այդ թվում նաեւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքը։ Ցուցումներ են տրվել աշխատակիցներին, որ առավել քան ուշադիր լինեն առևտրի կենտրոնների հարևանությամբ գտնվող կանգառներում, որտեղ շատ են մարդկային կուտակումները։ Կոչ են անում քաղաքացիներ լինել ավելի ուշադիր եւ զգոն, հեռախոսները, պայուսակները, դրամապանակները մշտապես պահեն իրենց տեսադաշտում։
Արդեն ավանդույթ է, ամանորն ավետող ղողանջների հետ նոր տարին սկսվում է հրավառություններով։ Սա ունի իր ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումները, եթե հետևողական չենք եւ չենք պահպանում անվտանգության կանոնները։ Քիչ չեն դեպքերը, երբ տոնական օրով մարդիկ տարաբնույթ այրվածքներ ու վնասվածքներ ստացած տեղափոխվել են հիվանդանոց։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին հրագործական արտադրատեսակներն օգտագործելիս լինել բացառապես սթափ վիճակում, դրանք կիրառել սահմանված կարգով եւ տեխնիկական կանոններին համապատասխան։ Տոնական պայթուցիկներն ու հրագործական իրերն անվտանգ օգտագործելու համար գնելուց առաջ պետք է անպայման ճշտել արտադրության ժամկետը, մինչև հրավառությունը կարդալ ուղեցույցը։ Հրավառության վայր ընտրելիս ցանկալի է, որ 25-ից 30 մետր շարավղով չլինեն բնակելի կառույցներ, ծառեր։ Խստիվ արգելվում է հրագործական առարկան օգտագործման պահին ուղղել դիտողի վրա, գցել ոտքերի տակ, վառել դեմքին մոտ կամ պայթեցնել ձեռքերի մեջ։ Տոնը ուրախ է, երբ անցնում ու ավարտվում է առանց պատահարների։ Ոստիկանությունը քաղաքացիների հանդեպ հոգատար վերաբերմունքն իր պարտքն է համարում եւ այս օրերին աշխատելու է ուժեղացված ռեժիմով։ Մնում է ինքներս մի փոքր ուշադիր լինենք մեր ու շրջապատի հանդեպ եւ հետևենք անվտանգության կանոններին։